Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօրին մեր քաղաքական դաշտը քննարկում է խաղաղության տեքստի համաձայնեցումը։ Դուք գիտեք, դրան զուգահեռ Ադրբեջանը սկսել է ակտիվորեն ապատեգատվություն տարածել, որ մենք կրակում ենք ամեն օր համարյա իրենց դիրքերին։ Այս եւ այլ խնդիրների մասին մենք կզրուցենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի հետ։ Բարեկո, պարոն Քոչինյան, շնորհակալություն հրավերացնելու համար։ Խաղաղության տեքստը համաձայնեցված է եւ կա երկու, ինչպես միշտ մեր երկրում, երկու ծայրահեղ գնահատականներ։ Իշխանությունը ասում է, որ այստեղ ամեն ինչ փոխադարձ է եւ մեր շահը լիարժեք ընդգրկված է, շատ լավ փաստաթուղթ է, հնարավորինս լավ։ Ընդդիմությունը ասում է, որ սա կապիտուլյացիա է, Հայաստանի շահ բացարձակ չկա, մենք արել ենք Ադրբեջանի բոլոր պահանջները։ Ձեր մեկնաբանությունը։ Թերևս նույն խոսակցությունները կար նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, նույն խոսակցությունները կան վերջին 5 տարվա ընթացքում ամբողջ բանակցային գործընթացի մասին, եւ գիտեք, իրականությունը շատ ավելի պարզ է։ Իրականությունը դեռ է, որ բանակցային գործընթացի շուրջ ի վերջո արտացոլվում է այն իրավիճակը, որը որ կա հողի վրա։ 20 թվականից ի վեր աշխարհակաղակական դրվածքը, աշխարհակաղակական իրավիճակը հողի վրա հարավային Կովկասում փոխվել է։ Ուժային բալանսն է փոխվել, եւ մեր կարողություններն է փոխվել, եւ մեր դաշնակիցների ցանկն է փոխվել, մեր դաշնակիցների եւ նոր եւ հին հնարավորություններն են փոխվել, այսինքն ամեն ինչ փոխվել է վերջին 5 տարվա ընթացքում աշխարհում։ Ու ամեն անգամ ես տեսնում եմ, որ Հայաստանում փորձում են կամ ակնկալում են տեսնել այդ դիվանագիտական սեղանի շուրջ այլ արդյունք կամ այլ այսպես ինչ որ հանգրվան, քան կա հողի վրա։ Այսինքն իրանք ուզում են, որ դու պատրաստում օրինակ մարդակոց եւ պարտված լինես, բայց այ բանակցային գործընթացում գնաս այնտեղ Ադրբեջանին պատեպատ տաս եւ մի հատ թուղթ բերես, որ թղթով էլ մի հատ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս։ Դա օրինակ Արման Թաթոյանը ամեն օր Telegram-ում պատեպատ է տալիս Ալիևին։ Նորմալ է։ Դե ընդհանրապես կարելի է սեփական տան խոհանոցում էլ պատեպատ տալ Ալիևին, բայց դրանով Ալիևի դիրքերը հարավային Կովկասում չեն փոխվելու։ Ինչպես եւ չեն փոխվելու քո դիրքերը։ Ընդհանրապես այդ վերբալ առումով ասել, սիրտը թեթևացնել, հանգստանալուց որևէ բան չի փոխվում։ Սա պետք է արձանագրել եւ բանակցային գործընթացը այտենց ասել սիրտը հովացնելու մասին չի։ Բանակցային գործընթացը հիմնված է ուժերի կողմերի կարողությունների եւ ուժային բալանսի վրա։ Ի վերջո սա է իրականություն, հասկանում եք։ Հիմա ինչ վերաբերում է բուն փաստաթղթին։ Մենք պետք է արձանագրենք, որ անցնող երևի թե մոտապես մի 6 ամիսների ընթացքում եկել հասել էինք մի հատ հանգրվան, որ մնացել էր 2 կետ, այդ 2 կետը, գիտեք, այդ դիվանագիտական գործընթացը տեղում է էլեկտրոնային ճանապարհով, այսինքն մենք մեյլը ուղարկում ենք, ստանում ենք։ Այս 6 ամիսա այդ մեյլը այդ 2 կետի մեջ տեղի ունենում նույն փոփոխությունները, այսինքն հայկական կողմը ինչ բան առաջարկում էր, ադրբեջանական կողմը դա ջնջում էր իր առաջարկություններով հետեր ուղարկում, հայկական կողմը դա ջնջում էր իր առաջարկություններով հետեր ուղարկում, ու սա տեղի ունենում մոտապես 6 ամիս։ Այսինքն ինչ-որ մի հատ բանի շրջափուլի մեջ էինք մտել։ Սա իր հերթին նշանակում է, որ անընդհատ վերարտադրվում էր այդ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը, երբ որ առնվազն աշխարհի հայացքում կար ինչ-որ մի հատ բանակցային գործընթաց, որտեղ հայերն էլ ադրբեջանցիներն ընդհանրապես նույն բաներն են իրար մասին ասում են դե չեն համաձայնվում, կոմպրոմիսի չեն ուզում գալ, ու այսպես բավականին երկիմաստ իրավիճակ էր ձևավորվել։ Հիմա այդ իրողությունը, այդ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը, որը մի հատ էլ մեղավոր կողմ այդպես ակնհայտ հստակ չունի, որտեղ դե ասում են դե բանակցային գործընթացը գնացեք այդ բանակցեք, տեսնենք ոնց է ստանում այդ փաստաթուղթը, հա։ Դա միանշանակ ձեռք տալիս Ադրբեջանին, բացատրեմ ինչու։ Որովհետև քանի դեռ այդ իրավիճակն է, ուրեմն ոչինչ չի փոխվում, այսինքն հա-թուրքական սահմանը մնում է փակ, հա-ադրբեջանական սահմանը մնում է փակ, ցանկացած պահի երբ Ադրբեջանը ուզում է գնա էսկալացիային, կգնում է այդ էսկալացիային, այսինքն մենք չենք ստանում զարգացման այլ հնարավորություններ, այլ կարողություններ, այդքան հաճախ որ ասում են, չէ, գնանք ուժեղանանք նոր բանակցենք Ադրբեջանի հետ, այդ ուժեղանալը ինչ-որ բանի վրա չէ, պետք է հենված լինի։ Իսկ քո տնտեսությունը պետք է հնարավորություն ստանա այլ կերպ զարգանալու, օրինակ եմար ունենա բաց սահմաններ զարգանալու համար։ Թե չէ տենց նստել տեղը ու հզորանալ մի քիչ տենց բարի ցանկությունների ժանրից է, էլի ավելի շատ։ Հիմա, երբ որ մենք ֆիքսում ենք, որ ոչինչ չի փոխվում, ու այդ անդադար այդ վիճակն է, հնարավոր Ադրբեջանի էսկալացիայի գնալու հավանականությամբ, ստացվում է, որ եթե այդ շրջափուլը չի փոխվում, ոչինչ չի փոխվում, այդ իրավիճակի զարգացումը ի վնաս Հայաստանի է։ Հիմա այդ իրավիճակում ինչ անում Հայաստանը։ Հայաստանը միակողմաններ են այո գնումազիջումների, ընդունում է այն
տարբերակը, որը որ Ադրբեջանն էր ուղարկել փաստաթղթի այդ վերջին երկու կետերի ընթերցման, ընդորում դա հայտնի էսպես հանրահայտ արդեն փաստանչի մասին է խոսքը։ Խոսքը սահմանեն 7 ուժերի արկայության մասին է եւ ուրեմն միջազգային դատարաններ միմյանց դեմ գործ տանող եւ ընդհանրապես դիվանագիտական պատերազմների մասին է, հա։ Հայկական կողմը համաձայնվում է սրան, իմ ընկալմամբ Ադրբեջանի համար սա բացարձակ ուրեմն անսպասելի որոշում էր, որովհետև Ադրբեջանին շատ հարմարավետ էր այդ իրավիճակը, հասկանում եք, այդ ամիսներով ձգել չպատասխանել եւ այնտեղ ուրիշ ցուցիչներ եկան, որ Ադրբեջանին շատ կոմֆորտ էր այդ զոնան, որ տենց բանակցում մենք ենք ուղարկում, իրանք են ուղարկում, առիթ կար չգնալու դեպի կարգավորումներ, որովհետև դա թուղթը համաձայնեցված չի։ Եվ ցույց տալ, որ ինքը պրոցեսի մեջ է, ինքը ուզում է, ինքն առաջարկ է եւ այլն եւ այլն։ Հիմա երբ որ անակնկալ կողմով հակառակ կողմը իրաց տեսանկյունից, հա, հանկարծ ասած, այ ո՞նց ես ասում, էսա խաղաղության տեքստը, էս առաջարկում, այսան համաձայն եմ։ Այդ բոլոր ուրեմն բացատրությունները, բոլոր այդ միջազգային հանրության հետ իրանց աշխատանքը ինքն գնաց աղբաման, որտեղ հիմա հայկական կողմը համաձայնվել է իրանց առաջարկած խաղաղության տեքստին։ Իրանք ասում են, դե գիտեք ինչ բան կա, այնտեղ էլի մինչև ինչ է ստորագրել նախապայման կա, մեկ է դուք կրակում եք։ Այ ինչով է, այսինքն այս թուղթը հիմա հələ թղթի մեջ մնանք։ Այնուամենայնիվ կապիտուլյացիա է, թե լավ բանակցված փաստաթուղթ է։ Ոչ են, ոչ, լավ բանակցված փաստաթուղթի ու կապիտուլյացիա մեջ իհարկե մոտ հսկայական անջրպետ կան, այնտեղ առանքելիքը բաներ կան։ Բայց ես նույնիսկ եմ ուզում ասել հետևյալ ձևակերպմամբ, այս թուղթը գոյություն ունեցող իրավիճակի արձանագրումն է, ընդ որում թերևս լավագույն արձանագրումն է հայկական կողմի տեսանկյունից։ Ինչու՞։ Սրանից ավել ստանալ անցնող 5 տարիների ընթացքում ակնհայտ դարձավ, որ սրանից ավել ստանալ հնարավոր չէ, բայց գնալով ավելի ու ավելի վատ տարբերակների շանսը մեծանում էր, այսպես ասեմ։ Իսկ այն թեզը, որ կգան ազգային ուժերը եւ ավելի լավ տարբերակ կլինի։ Այդ ազգային ուժերը 30 տարիա գալի չէին գալիս, տեղ չէին հասնում, որովհետև 30 տարի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը նրա մասին է, որ ամեն հաջորդ փաթեթ, ամեն հաջորդ էտապում բանակցային գործընթացը հայկական կողմի համար ավելի վատն է, ու այս լոգիկան կար մինչև 20 թվականը, այս լոգիկան կար մինչև 18 թվականը։ Ես ուզում եմ բոլորին հիշեցնել, էլի, որ կար ի սկզբանե այդ փուլային լուծումը 90-ականների սկզբի, որը որ առաջարկեց առաջին նախագահը։ Հետո եղավ փաթեթային լուծումը, որ ավելի վատն էր։ Հետո եղավ այդ միասնական պետության լուծումը, որ ավելի վատն է։ Հետո եղան մադրիդյան սկզբունքները, որտեղ արդեն ակնհայտորեն այսպես նշված էր, որ տարածքային ամբողջականության սկզբունք, այսինքն ամեն հաջորդ փաթեթը ինքը ավելի վատն էր ու այս process էր, երկարատև process էր, որը նորից գալիս է ապացուցելու իմ ասածը, որ բանակցային գործընթացը ինքը ընդհանրապես ուժային բալանսի վերարտադրությունն է սեղանի շուրջ։ Իսկ ինչի՞ էր ամենահաջորդ փաթեթը մեզ համար ավելի վատը, որտեղ Ադրբեջանի հարստացման, հզորացման, բնակչության աճի, զենք գնելու տեմպերը, այդ ամեն ինչը, այդ բոլոր տեմպերով Ադրբեջանը մեզանից առաջանցիկ էր։ Իսկ Ադրբեջանում եւ բնակչությունները ավելի շատ մեծանում, հետեւաբար եւ իրենց զինված ուժերում մարդաքանակ ներգրավելու հնարավորությունները ավելանում եւ իրենց բյուջեները ավելի արագ հարստանում եւ իրանք ավելի շատ զենք էին գնում։ Իրենց ավելի հարմար էին զգում, իրենց ավելի պինդ էին զգում, բանակցային սեղանի շուրջը ավելի կոշտ պայմաններ էին առաջարկում։ Ինչու անմիջապես դրանից հետո Ադրբեջանը սկսեց օրը մեկ պահանջ ավելացնել, ընդ որում երևում է, որ այդ ասենք այս պահանջը այսօրին ստեղծագործ է եւ այսպես ինտենսիվ կրակոց դեզինֆորմացիա։ Այդ պահանջներից եկեք սկսենք, իհարկե այն երկու պահանջին զուգահեռ, որոնք որ մեզ ընդհանուր առմամբ այսպես ցանոթ են, թեպետ ես ինչքան հասկանում դրանք զուտ բանակցային գործընթացի մեջ երբևիցե չեն դրել սեղանին, այսինքն դա տենց ռետորիկա էր ավելի շատ։ Հա, դրան զուգահեռ ինչ որ նոր բաներ սկսեց առաջ քաշվել, թե բա այնտեղ ապա միլիտարիզացիա, զենքերը հետ տվեք, չեկերը վերցրեք, ես ինչ գիտեմ, ինչ որ կառուցել եք սահմանին քանդեք, ինչ որ sense абսուրդ մտքեր սկսեցին առաջ քաշվել, լավ, ինչ որ մեկը մեջներ ծերումա գլխին գա, որ ժողովուրդ էս ինչ ենք անում, ես վերջերս ասեց, որ դե չէ, պահանջային երկուսն է, էլի, մնացածը մի բաներ ասել։ Չէ, հիմնական պահանջը սահմանադրությունն է։ Սահմանադրություն։ Եվ կան ոչ հիմնականներ։ Այո։ Հիմա ինչ վերաբերվում է կրակոստին, իսկ ասեմ դա է սպայություն կարևոր արձանագրել, թե ինչա տեղի ունենում։ Ինչպես ես նշեցի, հա, երբ որ հայկական կողմը այդ փաստաթղթին ասեց, այ ոնց որ դու ես ասում, այ դրան համաձայն եմ արի ստորագրենք, իրանք ընկան մի հատ sense ցայտնոտի մեջ, որովհետև եթե այդ փուլում իրանք կոմֆորտի մեջ էին ու կար process կամ process-ի իմիտացիա, որի հետև իրանք կարային թաքնվեին ու շարունակեն այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ ուրեմն սցենարը, այս իրավիճակը, հիմա հանկարծ մի րոպեում, մի պահում այդ իրավիճակը այլևս գոյություն չուներ։ Եվ իրանք չեն կարողանում այդ իրավիճակի հետ հարաբերվել, հարթվել։
Դրան զուգահեռ տեղի ունեցավ ինչ որ մի հատ համաշխարհային ալիք սկսվեց շնորհավորանքների, չգիտեմ, դիմումների, կոչերի, պահանջների, այ պահը մի կորցրեք, այդ տեքստը համաձայնեցրեք, խաղաղության պայմանագիրը ստորագրեք։ Այստեղ էլ մի հատ լրացում անեմ, հետաքրքիր է, որ ես չեմ հիշում մեկ այլ երկու պետության միջև կնքվող փաստաթուղթ, որ Ճապոնիայից մինչև Բրազիլիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Սաուդյան Արաբիա, մեր հարևան երկրները բոլորը եվրոպական երկրները, Չիլին, ինչ կապ ունի Չիլին էս ամեն ինչի հետ, Հարավային Կորեա եւ այլն բոլորը ողջունեն եւ ասեն, որ Չինաստանը, Ռուսաստանը, այսինքն երկրներ, որոնք կռվի մեջ են իրար հետ, սառը եւ ոչ սառը պատերազմ, կազմակերպություն, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, այսինքն ես չեմ հիշում իրոք տենց դեպք, որ այսքան աշխարհագրություն, ասես լայն աշխարհագրություն ներգրավված լինի ողջույնի մեջ։ Ու դա հավելյալ այդ ոնց որ իմ ասած այդ առաջին շերտին մի հատ էլ գումարեք դա, որ փաստորեն հիմա մի հատ ոչ միայն Բաքուն կանգնել է մի հատ իրավիճակի առջև, երբ որ առիթ չունի չստորագրելու այլևս, հա։ Մի հատ էլ կա այդ համաշխարհային ուրեմն այդ ալիքը, ճնշումը կարանք նույնիսկ այդ բառը կարանք ինչ որ չափով օգտագործենք, որ դե արագացեք, պահամի կորցեք, ստորագրեք։ Սրա երևի թե կատարսիսը դա Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի Վոլցի հեռախոսազանգի մասին իր թվիթներ, X սոցիալական ցանցում հրապարակումներ, որտեղ շատ հստակ բառապաշար էր օգտագործել, որ պահը այլևս կորցնել չի կարելի, որ պետքա ստորագրել հիմա, գեյներն էլ պետքա ազատ թողնել, հա։ Այսա այն ռեակցիան է, այսպես խտացված, հավաքված, որը որ տվեց աշխարհը այս զարգացմանը։ Հիմա Ադրբեջանը սրա հետ փորձեց հարաբերվել հետևյալ կերպ, այս գործիքը ընտրվեց, ասելու որ հայերը կրակում են, այ դուք մեզ ասում եք գնացեք հայերը խաղաղություն ստորագրեք, իսկ հայերը կրակում են մեր վրա։ Հիմա թե ով աշխարհում սրան հավատում եւ հայկական կողմի հերքումներից եւ որ հատկապես կարեւոր է UMA Եվրոպական միության դիտորդական առաքելության հերքումներից հետո իհարկե հարց է։ Ես նույնիսկ մտածում եմ, որ Ադրբեջանում է առանձնապես այլևս այդ հայտարարություններին չեն հավատում, Թուրքիայի մեջ չեն հավատում, այսինքն տենց ինչ որ ինքնախապեյության գործիք դա սկսեց կիրառվել որպես։ Այս 3 օրվա 4 օրվա ընթացքում այն քանակությամբ այդ դեզինֆորմացիան, որ ադրբեջանական կողմից տրվեց, ու իդեպ այստեղ ես շատ կարևորում եմ այսօր առավոտյան Հայաստանի վարչապետի աշտակազմի տված մեկնաբանությունը, որը որ վերադրված Պաշտպանության նախարարության կողմից ուրեմն տրված մեկնաբանությունը ինչ էր ասում, ասում էր մենք առաջարկել ենք հրադադարի ռեժիմի խախտումների ուրեմն համատեղ մոնիտորինգի մեխանիզմ եւ այդ խախտումները հետաքննելու մեխանիզմ եւ այդ առաջարկը ուժի մեջ է մենք սպասում ենք դրա արձագանքին Ադրբեջանից մենք առաջարկում ենք շարունակել դելիմիտացիան դեմարկացիան մենք առաջարկում ենք կոնսուլտացիաներ անել որտեղ եւ երբ ենք ստորագրում խաղաղության պայմանագիր այսինքն չգիտեմ sense սրտի ու ձեռի առաջարկություն կարելի այդ հայտարարությունը համարել ու դրան զուգահեռ Ադրբեջանը նույն շարունակում է իր այդ հայտարարությունները իր այդ պնդումները անել սա ամբողջ աշխարհը տեսնում է չէ ասեմ դες Աբրանցյանից տեսնում են Թուրքիայում ու այն վերաբերմունքը կամ այն բացարձակ իշխանությունը, որ ուներ Ադրբեջանը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վրա, այս ամենի հետևանքով չի կարող փոփոխությունների չենթարկվի։ Ինչու՞։ Այն որ Թուրքիայի մոտեցումները հարավային Կովկասում սկսել են տարբերվել Ադրբեջանի մոտեցումներից, մի քանի ցուցիչ կա։ Առաջինը Թուրքիայի համար շատ կարևոր է այս բոլոր գործընթացների արդյունքում ավելացնելու իր քաղաքական, տնտեսական ներկայությունը հարավային Կովկասում։ Դրա համար Թուրքիային պետք են ենթակառուցվածքային նախագծեր, դրա համար պետք է սահմանների բացում։ Ընդ որում հենց այդ բարերի տնտեսական իմաստով։ Ադրբեջանին այդ ճակերտավոր այն պրոյեկտը, որ իրանք ունեն, դա քաղաքական պրոյեկտ է, դա տնտեսական պրոյեկտ չի։ Ոստեղ գալիս է այլևս իրանք դիրքորոշների միջև որոշակի տարբերություն։ Այլ բան, որ այդ կարևորությունը Թուրքիայի համար այնքան չի այս պայդրությամբ, որ հակառակվի Ադրբեջանի համար, այսպես իրանց կարծիքով կենսական նշանակություն ունեցող։ Այնպես տեսեք, Ադրբեջանում էլ կրկնեցին սահմանադրության թեզը, բայց ոչ թե Թուրքիայում, բայց ոչ թե Ֆիդանի կամ Էրդողանի մակարդակով, այլ կուսակցականի։ Կուսակցական փոխնախագահի մակարդակով, այո։ Ու սա նաև գումարեք մի քանի հայտարարությունների, որոնք որ անցնող 1-2 տարիների ընթացքում մենք տեսել ենք Էրդողանի մակարդակով, որ Հայաստանի վարչապետը ուրեմն մենք աշխատում ենք Հայաստանի վարչապետի հետ եւ հույս ունենք, որ խաղաղությունը կկառուցվի, մենք մեծ հույսեր ենք տածում խաղաղության կառուցման հետ կապված, հա, մյուս հայտարարությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանին կոչ են կանում պահը չկորցնել եւ գնալ խաղաղության հաստատման ուղղությամբ, այսինքն երկկողմանի կոչը Թուրքիայի։ Սա բառամթերք է փոխվել, այդտեղ լոգիկա է փոխվել այդ հայտարարությունների։ Ու քանի ժամանակը գնա, այդ լոգիկան ես կարծում եմ շարունակվելու է փոխվել, որտեղ այսպիսի գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ուղղակի այս պայդրությամբ
անկախ ամեն ինչից, անկախ նայած Հայաստանը ինչի է պատրաստ, ինչ զիջումների կարգն ինքը չի ուզում ստորագրի խաղաղության պայմանագիր։ Ուսա իմ շատ կարևոր հարց է, ինչի չի ուզում Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիր։ Իմ մոտ տպավորությունն է, որ Ադրբեջանի նախագահը ուղղակի այս պայությամբ հաշվարկել է ու մտածում է, որ խաղաղության պայմանագիրը այսպես ավելի շատ զերծ տալի Հայաստանին, քան Ադրբեջանին, ու ինքը չի ստորագրելու, մենակ դրա համար չի ստորագրելու խաղաղության պայմանագիր, որովհետև հայերը դրանից ավելի շատ բան են ստանում, քան ինքը։ Հիմա սա տեսականորեն ոնց կարա փոխվի։ Մի տրամաբանությունն է, որ մենք Ադրբեջանի բար այնքան խնդիր պետք է ստեղծենք, որ Իրանը էլ հետաքրքիր լինի խաղաղության պայմանագիր ստեղծելը, բայց դա կոնֆլիկտոգեն, այսպես ասենք, ճանապարհն է։ Մյուս տարբերակը այն է, որ մեր արևմտյան գործընկերները օրինակ համար Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները երկու կողմերին էլ պետք է տնտեսապես, ֆինանսապես, ենթակառուցվածքների առումով շահագրգռեն խաղաղության ուղղությամբ գնալու տեսանկյունից։ Ծայրեղ կոնկրետ օրինակ բերեմ, որ հասկանալու ինչ եմ ասում։ Դուք գիտեք, որ հիմա կա այդ եվրոպական նախագիծը Սև ծովի գլոբալ դարպասներ, չէ՞, էներգետիկ նախագիծը, որ Սև ծովի հատակով պետքա էլեկտրոէներգիայի մալուխ անցնի, որ վերականգնվող էներգիան հարավային Կովկասում որևէ ձևով օգտագործվի Եվրոպական միություն։ Հիմա ի՞նչն է խանգարում օրինակ Եվրոպական միությանը հայտարարել, որ այս նախագիծը սառեցվում է, քանի դեռ կողմերը չեն գնում խաղաղության։ Ստեղ Ադրբեջանը ուզում է ծրագրով փող աշխատի։ Մենք էլ ենք ուզում միանանք այդ ծրագրին, մենք էլ ենք ուզում այդ ծրագրով փող աշխատենք։ Չէ՞, դա շատ կոնկրետ, շատ շոշափելի, շատ չափելի, ուրեմն էլեմենտ է, գործիք է, որը որ այս երկու կողմերին է պետք է։ Հիմա ի՞նչն է խանգարում այն նմանատիպ բոլոր պրոյեկտները Եվրոպական միությունը կասեցնի, ասի մենք տեսնում ենք, որ ձեզ ոնց որ մի քիչ օգնություն է պետք, մի քիչ ձեզ պետք է բրթել խաղաղության ուղղությամբ, այ խնդրեմ, կասեցնում ենք այս ամեն ինչը, կանգնեցնում ենք, սառեցնում ենք, հենց ստորագրեք կշարունակենք մի բաներ մենք կավելացնենք մեր ֆինանսական մասնաբաժինը կամ ֆինանսական մասնակցությունը այս նախագծերի իրականացման մեջ։ Ու այս ընդհանրապես մի օրինակ բերեցի, այսպես օրինակներ շատ կարելի է։ Տեսեք, Մայք Հոլցը մի տեսակ վերմակը քաշեց իրենց կողմ, ասես մենք պետք է անենք, սա մտնում է Թրամփի աշխարհում խաղաղություն հաստատելու, այ որքան է դա իրոք այդպես։ Դա կարա լինի այդպես։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները լիովին ունի ներուժը դա այդպես անելու համար, բայց դա այդպես անելու համար բնականաբար հայտարարությունները բավական չեն։ Դա այդպես անելու համար այստեղ պետք է եւ շատ ավելի մեծ մասնակցություն Միացյալ Նահանգների։ Օրինակ համար պետք է որ շաբաթական մի քանի ժամ թեկուզ նախագահի մակարդակով այս հարցին ուշադրություն դարձվի։ ԱՄՆ նախագահի մակարդակով այս հարցին ուշադրություն։ Ինքը պետք է զանգեր անի եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ խորհրդական հարցը մտցրեց Թրամփի գլոբալ խաղաղության թեմայի մեջ։ Դա մեզ համար շատ լավ զարգացում է, ես կարծում եմ, դա շատ դրական զարգացում է, բայց հիմա ամբողջ հարցը հետեւյալն է։ Այդ խոսակցության թեմայի մեջ մտցնելուն ինչ քայլեր են հաջորդելու։ Այ ինչքանով է հաջորդելու են թե չէ։ Եվ հաջորդելու են թե չէ, ինչքանով է Միացյալ Նահանգները պատրաստ լինելու դրա վրա քաղաքական էներգիա եւ ռեսուրսներ ծախսել։ Ոնց օրինակ ծախսում է Ուկրաինայում, հա։ Մենք տեսնում ենք, որ առավոտից երեկո իրանք տենց ոնց որ կպած այդ հարցով են զբաղվում, ոնց որ զբաղվում է Իսրայելում։ Երբ որ պետք պահը գալիս է Հութիներին ինչ որ ասես գցում են, այսինքն այնպես չի որ Միացյալ Նահանգները ինչ ուժ պետություն է դառը։ Միացյալ Նահանգներին երբ որ ինչ որ հարց կարևոր է, Միացյալ Նահանգները այդ հարցը կարողանում է ուրեմն տեղ հասցնել առնվազն, հա, Ադրբեջանն էլ ոչ Իրանն է, ոչ Իսրայելն է, ոչ Ռուսաստանն է, էլի ամեն դեպքում։ Հա, դիմադրունակ պետություն է, բայց Ռուսաստանն է, Իսրայելը ու Իրանը չի։ Ինչպիսին է ըստ ձեզ Ռուսաստանի դիրքորոշումը, այնտեղ ողջունեցին, ՀԱՊԿ-ը նույնպես ողջունեց, բայց Հայաստանում ռուսական ԶԼՄ-ները կատաղի քննադատության են ենթարկում, ողբ են անում եւ ընդ որում ողբի մի հատվածն էլ նրա մեջ է այն ուղղությամբ, որ մեր կորոնա մեր գյոզալ եվրոդիտորդները, որոնք խաղաղություն էին ապահովում, այս խայտարակ կապիտուլյացիոն ակտով հեռանալու են։ Ու նաև արձանագրենք, որ դրանք նույն մարդիկ են, որոնք երևի մի շաբաթ առաջ ասում են եվրո շպիոններ, չէ, եվրոդիտորդներ բառակապակցության փոխարեն։ Նախ այդ տեղեկատվության կապված մատ հերքում կարևոր է էլի արձանագրել սա, որ եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանից որևէ տեղ չի հեռանում։ Ավելին, այսպես սահմանից է որևէ տեղ չի առում։ Եվրոպական դիտորդական առաքելությունը սահմանում իր ուրեմն մոնիտորինգը կավարտի մենակ մի պարագայում։ Շատ արագ արձագանքեցին։ Այո, ադրբեջանական ստերին։ Այո, մի պարագայում մենակ, երբ որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, կհավերացվի, ուժի մեջ կմտնի, այ մենակ այդ պարագայում դիտորդական առաքելությունը իր մոնիտորինգը սահմանին կասեցնի։ Բայց անգամ սա չի նշանակում, որ եվրոպական առաքելությունը Հայաստանը լքելու է։ Որովհետև Եվրոպական միությունը շատ երկրներում առաքելություններ ունի, որոնք դիտորդական չեն իրանց բնույթով։ Մենք ես կարծում եմ Հայաստանում լիքը ուրիշ հարց ունենք, որոնցով որ մենք կարող ենք դիմենք Եվրոպական միությանը մեզ աջակցելու համար, օրինակ զինված ուժերի ռեֆորմների հարցով։
հա, այս առաքելության ապագայի հետ կապված։ Հիմա ինչ վերաբերում է Ռուսաստանի ռեակցիային, դուք գիտեք իմ դիրքորոշումը այստեղ շատ հստակ է, Ռուսաստանը հետաքրքրված չի հայ-ադրբեջանական կարգավորմամբ, բայց կներեք, իրանք ողջունեցին, նույնիսկ պլազդարմ առաջարկեցին։ Դե բա պլազդարմ պետք է առաջարկեն, որ տանեն իրաց մոտ հաղորդացածը վարի տան, բա ոնց պետք է անեն։ Չէ, համել այս համընդհանուր այս համամարտկային ֆոնին հո չէին հելնելու ասել, չէ, դե մենք դեմ ենք հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, բայց այն որ դա չի ելնում Ռուսաստանի երկարաժամկետ շահերից, դա ակնհայտ է։ Ռուսաստանը հարավային Կովկասում ունեցել է երկու կառավարման գործիք։ Վրաստանում դա ներքին խաշդժություններն են, այդ քաղաքացիական ընդհարումներն են կամ աբխազներ, օսեր, վրացիներ ընդհարումներն են։ Հայաստանի Ադրբեջանի պարագան դա հայ-ադրբեջանական ընդհարումներ են։ Ընդ որում սա նոր գործիք չէ, սա 20-րդ դարի ամենասկզբից, եթե ոչ 19-րդ դարի վերջից է կիրառվել, 1905 թվի բախումներ, 20-ականների բախումներ, 80-ականներ, 90-ականներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն այս գործիքը միշտ եղել է ռուսական կայսրության հարավային Կովկասում գաղութային քաղաքականություն վայելու գործիքը։ Եվ բնականաբար ռուսները շատ առանձնապես ողջավորված չեն այն տեսլականից, որ կարես հարցը կարգավորվի։ Ավելին ձեզ ասեմ, եթե աշխարհում կա մի հատ ուժ, որը որ չի ուզում հստակ ու հարատև չի ուզում հայ-ադրբեջանական կարգավորում, դա Ռուսաստանն է։ Ռուսաստանը ուզում է ուրիշ բան, որ կոմունիկացիաները մասնակիորեն սկսեն աշխատել, աշխատեն իր վերահսկողության տակ, հյուսիս-հարավ ռուսական հյուսիս-հարավ։ Բայց դա առանց խաղաղության դժվար կլինի։ Կարող լինի, բա նոյեմբերի 9-ը դրա մասին էր։ Եթե հիշում եք, նոյեմբերի 9-ը ինքը խաղաղության պայմանագիր չէր, բայց ինքը պատերազմի ավարտի պայմանագիր էր։ Գեցեք, բայց այդ պատերազմի ավարտի պայմանագրով է ռուսները ըստ իրանց ճաշակի, հա, պետքա մի հատ Լաչինում նստեին, մի հատ Մեղրիում նստեին, ճանապարհներ բացեին, փագեն, բայց այնտեղ խաղաղության պայմանագիր չկար։ Ինչ այլընտրանք է առաջարկում այս ամեն ինչին ընդդիմություն, այ կա ձեզ հասկանալի է այլընտրանքի ձևակերպումը զուտ, չեմ ասում լավն է, վատն է։ Չէ, ճիշտ ասած։ Միակ այսպես ինչ որ տենց լեքսիկոնը, որ ես լսում եմ, դա մենք ավելի լավ կարանք անենք նա, որը ինչ-որ տենց քաղաքական կատեգորիա չի էլի, ինչը ավելի լավ անես, ոնց անես ավելի լավ, կոնկրետ ինչը այլ կերպ անես, որ լինի ավելի լավ, հա։ Եվ մյուս բանը, որ լսել եմ, դա նոյեմբերի 9-ին հղում անելն է, որ եթե այս փաստաթուղթը նույնը չի, ինչ որ նոյեմբերի 9-ը, ուրեմն ինքը վատ փաստաթուղթ է։ Բայց նորից դա էլ մոտապես նույն մարդիկ են, ովքեր սրանից մի 3-4 ամիս առաջ նոյեմբերի 9-ի փաստաթղթին դեռևս կոչում էին կապիտուլյացիոն թուղթ։ Էլի մի քիչ ոնց որ մեկը մեկին չի բռնում։ Այսինքն սրանք հակադիր են իրար։ Խաղաղության թուղթն ու նոյեմբերի 9 թուղթը, ես կասեմ այսպես, պարտադիր չի որ հակադիր լինեն եւ պարտադիր չի որ նույնական լինեն։ Եկեք նախ արձանագրենք, որ ամեն դեպքում մենք դեռ խաղաղության պայմանագիրը չենք տեսել, բայց այն որ խաղաղության պայմանագիրը շատ ավելի բովանդակային, լուրջ ու կշիռ ունեցող փաստաթուղթ է, քան նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը դա ակնհայտ է, եւ եթե խաղաղության փաստաթղթով ինչ-ինչ հարցեր ստանում են իրանց հանգուցալուծումը կամ հարցեր, որոնք բացվել են նոյեմբերի 9-ով ստանում են իրանց հանգուցալուծումը, դա իհարկե շատ ավելի կարևոր է։ Հնարավոր է պատերազմ։ Պատերազմ է։ Հնարավոր է որ այս մենք տեսել ենք, չէ՞, 20 թվականից առաջ, որ այս կրակոցների գովազդը Ադրբեջանը հող է նախապատրաստում։ Ես այսպես ասեմ, այս փուլում իհարկե ոչինչ չի կարելի հերքել, որտեղ մենք դեռևս ապրում ենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ սցենարի մեջ, բայց ես անձամբ քիչ հավանական եմ համարում էսկալացիայի լայն մասշտաբների էսկալացիա, այսպես ասեմ։ Այսինքն, հեսա ասեմ, այս մեդիա գրոհը, որը որ մենք այս պատմությամբ տեսնում ենք, ինքը ունի ըստ զարգացման 3 առավել հավանական տարբերակներ։ Առաջինը, որ ինքը այսպես կշարունակվի եւ կավարտվի, ինչպես եղավ, եթե հիշում եք ապրիլի 5-ին, երբ որ Հայաստան Միացյալ Նահանգների ԵՄ համատեղ հայտարարություններ, մի հատ այսպեսի մեդիա գրոհ եղավ, ինչ որ բանի հանգեց։ Մյուս տարբերակը, որ ինքը կբերի ինչ որ լոկալ սահմանափակ էսկալացիայի մակարդակի կոպիտ ասած ներողություն սրա մեջ արյուն կթափվի եւ Ադրբեջանը կունենա այդ առիթը ասելու, որ այ տեսեք, դուք ամբողջ աշխարհով մեզ ասում եք խաղաղության գնացեք, բայց հենա արյունա թափվել, այս երկրորդ ուրեմն սա, բայց խոսքը նույնիսկ գնում է ինչ որ տենց սահմանափակ ուրեմն էսկալացիայի հնարավորության մասին եւ երրորդ տարբերակը սա ավելի շատ կապված է թե ինչու է Ադրբեջանը սա անում էլի թիրախը կարա ինչ որ չափով լինի եւ մը դիտորդական առաքելությունը այն իմաստով որ ադրբեջանական կողմը անընդհատ ուզում է հեղինակազրկի ԵՄ դիտորդական առաքելությունը այ իրանք անընդհատ հայտնում են որ հայերը կրակում են ԵՄ դիտորդական առաքելությունը ասում ոչ մեկ ոչ մի բան չի կրակում այ իրանք ուզում են ինչ որ sense երկակի իրավիճակ կարծես ստեղծեն հեղինակազրկելու համար ԵՄ դիտորդական առաքելություն
այդ բացատրությունն էլ չբացառենք։ Հիմա ինչ որ ինչու է լայն էսկալացիան շատ քիչ հավանական, Պետրոս, որովհետև չկա դրա աշխարհակաղակական այն դրված աշխարհակաղակական, որը որ դա հնարավոր կդարձներ։ Այսինքն միանշանական Միացյալ Նահանգների դիրքորոշումը, տեսակ, հայտարարվեց այդ դիրքորոշումը։ Միանշանական Եվրոպական միության դիրքորոշումը, Իրանի դիրքորոշումը, ինչքան էլ Իրանը հիմա այս պայությամբ թույլատրել է, չի փոխվել։ Թուրքիան երկու կողմերին կոչ անում գնալ դեպի խաղաղություն, այսինքն սա բոլորովին այլ Թուրքիա, քան 2020 թվականին, որը որ հայտարարում էր, որ այս պայից սկսած Թուրքիան Իրան համարում է կոնֆլիկտի կողմ։ Դուք հիշում եք, չէ՞, 20 թվականի ռազմագործ պատերազմից առաջ Էրդողանի մակարդակով եղավ Թուրքիայից հայտարարություն, եթե ես չեմ սխալվում, դա ամառվա ընթացքում էր, որ Թուրքիան հայտարարեց, որ ինքը Իրան այլևս համարում է Ղարաբաղյան կոնֆլիկտի կողմ։ Հիմա բոլորովին այլ բան է հայտարարում Թուրքիան, ասում է Հայաստանը եւ Ադրբեջանը մենք ձեզ կոչ ենք անում գնալ դեպի կարգավորումներ եւ Հայաստանի վարչապետին էլ մենք ուրեմն համարում ենք, որ իր միջոցով հնարավոր է որ Հարավային Կովկաս խաղաղություն գա, հա։ Սա այլ Թուրքիա է։ Միակ պետությունը, որը որ կարա որևէ կերպ շահագրգռված լինի էսկալացիայով, Ռուսաստանն է։ Էն էլ ոչ շատ։ Որտեվ ինքը Ադրբեջանի հետ ունի լուրջ, ինքը հասկանում է, որ ամեն ինչ չի կարելի տալ Ադրբեջանին։ Այ կեցեք, որովհետև ինչ որ էսկալացիա, բայց փոքր էսկալացիա, որը որ մի կողմից հանգարց Ադրբեջանը շատ չշահի։ Որ ցույց տա խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց դրանից էլ շիրնի որ բանը բանից անցնի, տենց Ադրբեջանը ինչ որ ուզում է կարողանա սաղ ստանալ, որովհետև այդ արդեն բայ հետո իրանք ոնց աշխատեն Ադրբեջանի հետ այդ պարագայում, էլի։ Դրա համար ես մեծ էսկալացիան խիստ այսպես ցածր եմ գնահատում հավանականությունը, բայց ցավալիորեն այս փուլում փոքր էսկալացիայի հավանականություն կա, ոչ մեծ, ավելի հավանական եմ համարում, որ սա մեդիա գրոհի տրամաբանության մեջ գոյություն ունեցող իրավիճակ է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք, ցտեսություն։